Նիկոլ Փաշինյանը Երևանյան երկխոսություն միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել է, որ եթե Սահմանադրական դատարանը որոշի խաղաղության պայմանագիրը հակասում է մեր Սահմանադրությանը, ապա ինքը նախաձեռնելու է Սահմանադրությունը փոխելու գործընթաց։ Ինչպես եք գնահատում այս հայտարարությունը։ Եթե շատ վերլուծելու իմաստ չեմ տեսնում, որովհետև ըստ երևույթին արդեն վաղուց պարզ է մեզ համար, թե ցավոք սրտի մեր երկրի վարչապետը եւ ոչ միայն գտնվում է իրականացնում ադրբեջանական օրակարգը, նաեւ օկուպացիոն ռեժիմը իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում եւ իր բոլոր հայտարարությունները կապված Հայաստանի անվտանգության, Արցախի մասով չասեմ, որովհետեւ ընդհանրապես չեմ խոսում դրա մասին, բնավ մեկնաբանության կարիք չունի, ես զուտ կարող եմ նշել, որ այսօր Հայաստանը իրականացնում է փաստացի Ադրբեջանի բոլոր պահանջների բավարարումը եւ Հայաստանը այսօր դարձել է ադրբեջանական օրակարգ սպասարկող սուբյեկտ, որը երևույթին նաև նպաստում է Ադրբեջանի միջազգային կշռի բարդացմանը եւ Ադրբեջանին ավելի լայն հնարավորություններ տալիս հետագայում եւ նաեւ ինչու ոչ ներկայում Հայաստանի դեմ տարբեր դատական հայցեր, ռազմական ներթափանցման վտանգների աճեցման նոր մարտահրավերներ եւ նման մեծ վտանգներ պարունակող նոր մարտավարություններ մշակել։ Այսինքն այդ երևույթին բոլոր հայտարարությունները, որոնք կապված են նշված անձի կողմից, դրանք փաստացի ադրբեջանական են, բառից բուն իմաստով եւ մեկ նպատակ ունեն վերացնել Հայաստանի Հանրապետությունը։ Բայց Ադրբեջանի արտգործ նախարարությունը կարծես դժգոհ է, ասում է դուք քայլեր չեք անում Մինսկի խումբը լուծարելու ուղղությամբ, հապաղում եք։ Տեսեք, արժևում ընտրություններ են, եթե չլինի հստակեցնել, որ նաև Փաշինին որպես այդպեսին վայրը գրծի իր աթոռից, այսինքն երևույթին այստեղ արդեն իշխանությունը կորցնի մեծ վտանգ եւ գիտեն, որ նոր մոտակայքում որոշակի պրոցեսներ են սպասվում փողոցային պայքարի եւ դա լինի վերջնական որպես այսինքն չթողեն Հայաստանի ընտրություններին։ Հետևաբար կարծում եմ նաեւ նման շտապողականությունը սրա այս ադրբեջանական շահի սպասարկող մարդու դրանում են կայանում, այսինքն եթե ինքը համոզված լիներ, որ որևէ վտանգ չկա եւ իր իշխանությունը որևէ ձևով հնարավոր չի լինի սասանել կամ կործանել, ինքը դրանք ես չասեմ մեկ տարի առաջ իրականացնել։ Բայց ինքը համապարի է սպասում մեր քաղաքական իրավիճակի մասով, որպեսզի մեկ հարվածով մի քանի այսպես հարցեր դիցի Հայաստանի մասով։ Իհարկե բացասական կոնտեքստով։ Ալեն Սիմոնյանն էլ հայտարարել է, թե Ալիևի արևմտյան Ադրբեջանի պահանջը հայելային արտացոլումն է այն բանի, որ Արցախահայությունը Երևանում խորհրդարանի նախագահ է ընտրում, Արցախի նախագահ է ընտրում։ Լսեք, Ալեն Սիմոնյանը այնքան որոշ քաղաքականությունից ինչքան խոզնատորնիկից հեռու, այսպեսի համեմատություն անեմ, այսինքն ֆիզիկական եւ մտավոր ունակություններից զուրկ մարդը չի կարող խոսել տարածքային ամբողջականությունից, ինչ-որ տարբեր տեսակի հարցեր քաղաքավարման մասով որևէ դիրքորոշման հայտման, այսինքն այդ մարդը չունի ոչ բավարար կշիռ, ոչ բավարար քաղաքական վերլուծելու ունակություն, հետո այդ հայտարարությունները միանշանակ նույն կոնտեքստով են, ուղղակի փոքր հայեցի մոտեցմամբ, այսինքն հայալեզու մասով, ինչ արում է ադրբեջանական կողմից, այսինքն Ադրբեջանը անգամ փորձում է արգելել մեզ հասարակահայացին Արցախ բառը արտադրել։ Հետևաբար նման հայտարարությունները, նման խոսակցությունները այսօրվա ներկայացուցիչների կողմից որևէ այսպես ասեմ քաղաքական միտք չունեն։ Դրանք պարզապես իրականացնում են ադրբեջանական պահանջների մի մասի վերջնական հարցի դություն, որոնք ըստ երևույթին նույնն են, ինչ օրինակ եթե փորձեմ այսպես համեմատություն անել եւ մեզ լսողները կամ կապակցողները ավելի ճիշտ պատկերացում կազմեն, հիշեք, եթե Արցախի ճանապարհը նորին ադրբեջանցիները փակեն, այդ ժամանակ այս բոլոր քրեականները մեկը մյուսի հետևից իրար հերթ տարով մեջտեղից ճողում էին, ասելով, որ դե եթե մենք այդ ճանապարհի մասով միջամտենք կամ Ադրբեջանի դեմ գործողություններ անենք, պետք է Զանգեզուրի միջանց կտանք եւ այդ հարցը ուղղակիորեն կապ ունի այսօրվա Արցախի ճանապարհը փակելու հետ։ Եվ հավաստիացնում էին տարբեր պաշտոնական մակարդակները, որ եթե իրենք Արցախի մեխանիզմները չմիջամտեն, ապա Ադրբեջանը չի խոսի Զանգեզուրի միջանցքից եւ հետանուք չի լինի դրա իրականացման մասով։ Հետևաբար տեսնում են, որ դա էլ այդպես չէ, այսինքն այդ մարդիկ փաստացի իրենցից ոչինչ չեն ներկայացնում, իրենք ուղղակի խամաչիկներ են քաղաքական իմաստով, որոնք իրականացնում են Ադրբեջանի այս եւ այն պահանջները, որոնք միանշանակ եթե դիտարկենք մեր տեսանկյունից, բացասական հետևանքներ են կրում Հայաստանի համար։